Հոգևոր երաժշտությունը իմ պաշտամունքն է, եթե կարելի է այսպես ասել, ես անասելի շատ սիրում եմ հոգևոր երաժշտություն եւ առանց դրա պարզապես հնարավոր չէ իմ կյանքը անգամ 1 ժամ, որովհետեւ ես 1 ժամվա ընթացքում գոնե եթե մի փոքրիկ տող չերքեմ, ես ուղղակի կմեռնեմ, սա բացառվում է, որտեւ ես սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ հոգևոր երաժշտությունը, առասարակ սիրում եմ բարձրացաշակ երաժշտությունը, ինձ համար հոգևոր երաժշտությունը բոլոր երաժշտությունների մայրն ու գլուխն է։ Երաժշտության իմաստով, այո, իմ կարելի ասել երազանքը եւ փափագը ինչ որ իմաստով իրականություն դարձել է, բայց բժշկության ոչ։ Բժշկության կարող եմ ասել մարդկանց հոգիները բժշկելու իմաստով, որովհետեւ ի վերջո հոգևոր կյանքը ինքն էլ բժշկություն է։ Կան շատ ախտեր եւ ես կարծում եմ, որ չկա հիվանդություն, որի հիմքը չլինի նաեւ հոգևոր, որովհետեւ բոլոր հիվանդություններին ծնող պատճառներից մեկը կարող է լինել նաև մեղքը, մարդու սխալ ապրելակերպը, սխալ կյանքը եւ երբեմն մարդը գալիս է մտային խնդիրներով, տարատեսակ խնդիրներով, դու տեսնում ես իրեն եւ տեսնում ես, որ իր խնդիրը հոգեվոր դաշտում է, ֆիզիկական դաշտում չէ, իրեն թեկուս հոգեբանները տարբեր կերպով փորձում են իր հիվանդությունը շահարկել կամ փորձում են ինչ որ այլ տարբերակներով լուծել այդ խնդիրը, բայց դու տեսնում ես, որ այդ մարդը խնդիր ունի պարզապես հոգեվոր դաշտում։ Եվ այս իմաստով հոգևորականը կոչված են նաև բժիշկ լինելու շատերի համար, եւ այդպես է եւ է եւ միշտ լինելու է։